17-ից 19 աստիճան կայուն ջերմություն, 50-ից 55% խոնավություն, արդեն 100-ամյա պատմություն ունեցող ազգային արխիվում պահվող փաստաթղթերի երկարակեցության համար ամենօրյա խնամք է պետք։ Կան շուրջ 4.2 միլիոն արխիվային գործեր, որոնք իրենց մեջ ներառում են շուրջ 370 միլիոն արխիվային փաստաթղթեր։ Պատմամշակութային, սոցիալական, քաղաքական, ազգային արխիվի հիմնական գործառույթներն են համալրումը փաստաթղթերով, պահպանումը, հանրահռչակումը եւ նաեւ դրա օգտագործումը։ Վերջին տարիներին, սակայն, հատկապես մարզային ներկայացուցչություններում նոր փաստաթղթեր ավելի քիչ են ստացվում։ Էլեկտրոնային գործիքների տարածումից, համայնքների խոշորացումից հետո դիմելիությունը նվազել է։ Հայաստանի ազգային արխիվը առաջարկով դիմել է Արդարադատության նախարարություն գործող 28 մասնաճյուղերից 11-ը օպտիմալացնել։ Ներկայում մենք ունենք տարածքային որոշակի ստորաբաժանումներ, որտեղ շենքային պայմանները չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք պետք է առկա լինեն այդ ծավալով եւ այդ հնության փաստաթղթերի պահպանությունն իրականացնելու համար։ Ազգային արխիվը այդ մասնաճյուղերում ոչ թե դադարեցնում է ընդհանրապես իր աշխատանքը, այլ մենք գնում ենք խոշորացման։ Այդ մասնաճյուղերը փակվում են, գործառույթները անցնում են մյուս մասնաճյուղերի։ Միջինացված ցուցանիշներով մեկ աշխատակիցը 1 տարվա ընթացքում պատասխանում է մոտավորապես 390 հարցման։ Օպտիմալացվող մասնաճյուղերում ծանրաբեռնվածությունն այդ ցուցանիշից էականորեն ցածր է։ Պետական բյուջեի հատկացումներով փոփոխություններ չեն լինի, ինչպես տնօրինել սպասվող խնայողությունները կորոշեն հենց ազգային արխիվում։ Այս գործընթացով ազգային արխիվը կկարողանա կատարել շուրջ 25 միլիոն դրամի խնայողություն եւ այս գումարը ազգային արխիվը հնարավորություն կունենա ուղղելու օրինակ մյուս աշխատակիցների աշխատավարձի բարձրացմանը կամ արխիվի վերազինմանը։ Իրականում աշխատում են գիտակ, իրենց գործից գիտակ աշխատակիցներ, որոնք ունեն տասնյակ տարիների փորձ, բայց եթե իրենց առաջարկում են լավ աշխատանք, լավ վարձատրությամբ աշխատանք, բնականաբար իրենք լքում են։ Բուհերում արխիվագետների էլ չեն պատրաստում ազգային արխիվում են վերապատրաստում մասնագետներին։ Աշխատավարձերը որոշակիորեն վերանայելով կարծում են աշխատակիցների արտահոսքը կդանդաղեցնեն։ Նաև աշխատանքային պայմաններն են լավացնում, արդեն գլխամասում քաղաքացիների ընդունելության սենյակն ու առաջին հարկն ընդհանուր նորոգված է։ Բյուջեով հատկացումներ կան, հարկ նորոգման աշխատանքներ են ծրագրված նաև 2026-ին։